Հրապարականում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանին։ Տիկին Ադամյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, բարի օր։ Վարչապետը հայտարարում է, որ ընտրությունների արդյունքներից դժգոհ չեն, այլ դժգոհ են պետության ոչ հասուն լինելուց, քանի որ հնարավորություն է տալիս այդքան մեծ մասշտաբով ընտրակաշառքներ բաժանել, նաև ասում է, որ ԿՊ-ի արդյունքները անխոցելի լեգիտիմ են, իսկ ընտրությունների ընդհանուր արդյունքները արտահայտում են քաղաքացիների կամ արտահայտությունը։ Ես ուզում եմ ձեր ընդհանուր գնահատականը, արդյոք կհամաձայնեք նաև վարչապետի այս գնահատականի հետ, թե ոչ, եւ պետության այդ հասուն չլինելուց դժգոհելը սա օբյեկտիվ բացատրություն ունի, թե արդարացում ունի որևէ կերպ պետության ղեկավարի կողմից այդպիսի դժգոհությունը պետությունից կամ պետության հասուն չլինելուց։ Տարօրինակ ու սքանչելի հարց եք տալիս, գիտեք, տեսեք, մենք ինչ խորհրդարան ունենք։ Մենք ունենք խորհրդարան, որտեղ որևէ մեկի ցանկությունը չկատարվեց։ Ամենայն դեպս քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չհավաքեց։ Ինչպես տեսնում եք, ուժեղ Հայաստանի ղեկավարը այլևս կառավարության նիստեր չի գումարում եւ իշխանության չեկավ եւ վարչապետ չդարձավ։ Ռոբերտ Քոչարյանի տոկոսները, եթե հիշենք 21 թվականին, 21% եւ հիմա 12%։ Ծառուկյանի հարցը արդեն չասեմ։ Ուրեմն ինչ խորհրդարան ունենք, խորհրդարան, որտեղ կատարվում են բոլոր երազները։ Դե ֆակտո սա իսկապես խորտակված պատրանքների խորհրդարան է բոլոր քաղաքական ուժերի համար, բայց այնուամենայնիվ լուծվել է գլխավոր հարցը։ Հայաստանի Հանրապետությունը Կրեմլի վկաների համար չի դարձել վասալային պետություն։ Գլխավոր հարցը, որը այս խորհրդարանի առանցքում ընտրությունների առանցքում դրված էր, դա էր։ Հայաստանը չդարձավ գուբերնիա։ Եվ ես դրա համար իսկապես բոլորիս շնորհավորում եմ, բոլորիս, նաև նրանց, ովքեր որ գնացին եւ համապատասխան վճարի դիմաց ընտրություն արեցին։ Ինչ վերաբերում է ձեր հարցը երկրորդ մասին, Նիկոլ Փաշինյանի պետության չկայացածության բողոքին, կներեք, իսկ ով պիտի այդ պետությունը կայացներ։ Ինչ էր անում իշխանությունը 8 տարի։ Հարցը չէ։ Ամենայն դեպս Երևի թե արդեն 1 տարի այն պահից, երբ ուժեղ Հայաստանը Երևան եկավ եւ ուժեղ Հայաստանի Երևան գալու հետ Երևան եկավ նաեւ ուժեղ Հայաստանի քաղաքական հենք չունենալու հետևանքով ֆինանսական էս ինքնադրսևորումները, Հանրապետություն կուսակցությունը բարձրաձայնել է այդ հարցը։ Հանրապետություն կուսակցությունը առաջիններից մեկն է ընտրակաշառքի երևութական առերևույթ ընտրակաշառքի հնարավորության մասին խոսել այն ժամանակ, երբ դեռ ուժեղ Հայաստանը տասնյակներով գրասենյակներ էր բացում, հարյուրներով մարդիկ էր ընդունում։ Եվ մեր վերջին դիմումն էլ հիշեցնեմ կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հիմա դա պետության չկայացածության դրսևորում էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր լիազորությունների սահմաններում անվավեր չճանաչեց այդ կուսակցության գրանցումը։ Եթե այդպես է, շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը դա ընդունում է։ Շատ ուրախ եմ, որ ընդունում է։ Եվ ասեմ ավելին, ամենայն դեպս, տեսեք, ինչքան էին խոսում հիբրիդային պատերազմի մասին։ Բոլոր պաշտոնյաները, վարչապետից մինչև ավելի ցածր օղակներ, ամենայն դեպս արտաքին գործերի նախարարը եւս։ Արտաքին գործերի նախարարը դիմում էր Եվրամիությանը հիբրիդային պատերազմի դեմ արդյունավետ պայքարին աջակցություն ցույց տալու համար եւ այդ աջակցությունը ստացավ։ Այսինքն այն գաղափարը, այն տպավորությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը բոլոր հնարավոր մեթոդներով ազդելու է ընտրությունների ընթացքի վրա, մենք չենք պարզաբանել, մեզ համար հայտնություն չի եղել ընտրության վերջին 1 ամսում, քարոզարշավի ժամանակ, չէ՞։ Այսինքն խորհրդարանում ներկայացված քաղաքացիական պայմանագիրը բոլոր հնարավորությունները ուներ գոնե օրենսդրական պատնեշներ դնել, որպեսզի այդ ընտրախախտումները չլինեին։ Դրվեցին այդ պատնեշները։ Կարծում եմ, որ ոչ, ամենայն դեպս եթե դրվեին, այսօր որևէ մեկը իշխանությունից չէր ասի, որ ընտրությունները անցել են ընտրակաշառք բաժանելով։
Եվ բոլոր ընդդիմադիր ուժերը, որ հայտնվել են խորհրդարանում, հայտնվել են ընտրակաշարք բաժանելով։ Այո, իսկ ում համար էր դա գաղտնիք։ Եվ ինչու հանկարծ դա պարզվեց հունիսի 8-ին, երբ ակնհայտ էր ամբողջ այս ընթացքում։ Տեսեք, ստացվում է, որ պետական կառույցները միմյանց են բախվում, որովհետև երբ հակակոռուպցիոնը անում է բացահայտումներ, 24/7 ռեժիմով հակակոռուպցիոնը անում է բացահայտումներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ բացահայտումները ասում է սրանք ինձ համար հիմք չեն, այստեղ հարց է ծագում, կամ հակակոռուպցիոնն ինչ-որ բան ճիշտ չի արել, կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի հասկանում որն է իր գործը։ Սա արդեն ստացվում է, որ պետության ինստիտուցիոնալ կառույցների բախում է, ոչ թե առանձին մեկ կուսակցության խնդիր։ Բայց այդ բախումով ամեն դեպքում պետք է գործող իշխանությունը զբաղվի։ Այսինքն ամեն ինչ անի, որպեսզի այդ բախումը տեղի չունենա կամ վերացվեն հիմքերը։ Գործող իշխանությունը, ես որքան հասկացա նաև Նիկոլ Փաշինյանի երեկվա խորհրդարանում, այսօրվա ճեպազրույցում, հնդածս ունեցած ելույթներով առաջնորդվում էր շատ ինչ ասեմ, ժողովրդավարության բարձր մակարդակի չափանիշներով։ Առայն, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ կուսակցություն չպետք է որևէ դեպքում, որևէ պարագայում արգելվի։ Առայն, որ որևէ ընտրողի ձայն, ինչ կողմնորոշում էլ այդ ընտրողը ունենա, չի կարելի անտեսել։ Հրաշալի է, գիտեք, իսկապես հրաշալի է, բայց եթե դու դրանով հարվածի տակ ես դնում թե նույն ընտրողին, թե նույն ժողովրդավարությունը, այստեղ ինչն է կարևորը, այստեղ որն է իշխանության գործը, արդյոք իշխանությունը կատարեց ընտրությունները լիարժեք, ժողովրդավարական, հավասար, մրցակցային պայմաններով կազմակերպելու իր պարտավորությունը։ Ես կարծում եմ, որ ոչ, չկատարեց։ Առավել ևս իշխանությունը տուրք տվեց այդ հիբրիդային պատերազմի հարձակումների թե հոգեբանական ազդեցությանը, թե ֆինանսական ազդեցությանը։ Գիտեք, երբ հակակոռուպցիոն անում էր այդքան բացահայտումներ, երբ քննչական մարմինները կատարում էին ձերբակալություններ, ուր էին գնում այդ ձերբակալված, բացահայտված, թե չբացահայտված մարդիկ, ինչու գոնե մեկ դատական գործ չեղավ մինչև ընտրությունները, գոնե մեկ դատական գործ։ Հիմա մենք կարող ենք ասել, որ մեր դատական համակարգը լիարժեք գործում է եւ մեր դատական համակարգը հնարավորին արեց ընտրությունների, ժողովրդավարական ընտրությունների մաքուր առանց ընտրակաշարքի եւ այլնի անցկացման համար։ Սրանք հարցեր են, որոնք չեն կարող մեկ օր հնչել, հաջորդ օրը պատասխան չստանալ ու երրորդ օրը մոռացվել։ Սրանք հարցեր են, որ 9-րդ գումարման ազգային ժողովին ուղեկցելու են իր հնգամյա գործունեության ընթացքում։ Ցավոք։ Դուք կարծում եք, որ խորհրդարանը այս տեսքով ընտրությունների արդյունքների արտահայտմամբ կգործի, այսինքն հետընտրական զարգացումները կլինեն այնպիսի, որ նրանք վերցնեն մանդատները եւ կգնա խորհրդարան Փաշինյանի իշխանության հետ աշխատելու։ Այստեղ գիտեք, միայն ես չեմ կարծում, ես կարծում շատ-շատերն են համոզված, որ ինձ այդպես է լինելու է։ Մի քիչ կաղմկեն, տեսեք, Ռոբերտ Քոչարյանը ասում էր հետընտրական գործընթացներ են լինելու, հեղափոխություն է լինելու։ Արդյոք թռչում էր Մոսկվա այնտեղից հեղափոխություն բերելու։ Հարցը չէ։ Կասեցված թռիչք Մոսկվա, ինչին էր ուղղված հեղափոխության դաբրոն ստանալուն։ Կամ ուր էր պատրաստում գնալ Գագիկ Ծառուկյանը, ինչ բերելու։ Սամվել Կարապետյանի այդ ամբողջ, ինչ ասեմ, էպոպեան եւ վերջին հաշվով կոչ է անում 3 արդեն, կարծեմ 3 էր, եթե հիշողություն չի դավաճանում, կոչ էր անում բոլոր ընդդիմադիր ուժերին միավորվել։ Է բոլոր ընդդիմադիր ուժերը քեզ չեն ենթարկվում, եղբայր։ Բոլոր ընդդիմադիր ուժերը ենթարկվում են մեկ հրամանի, հրաման տվողը Կրեմլից է։ Դու կհամախմբես, թե դու կբաժանես, դու կգումարես, որևէ մեկին դա չի հետաքրքրում ըստ էության։ Գիտեք, արդեն բոլորը դիմակները հանել են այնպեսի պատկեր է, որ ակնհայտ է փողերն ավարտվել են, փողերը տրվել են ընտրության գնալու համար, փողերը չեն տրվել հեղափոխություն անելու համար, փողերը չեն տրվել փողոց դուրս գալու համար։ Եվ որևէ մեկը խելագար չի, այդքան փող թափելուց հետո իշխանության չգալու պարագայում եւս հավասարարժեք գումարներ ծախսի մարդկանց փողոց դուրս բերելու համար, այն դեպքում, երբ այդ մարդիկ 5 տարի 2021-ից սկսած մինչև 2026-ը փողոցում անցկացրել են մի քանի այսպես դարաշրջաններ։
Այսինքն փողերը այդ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի անձնական փողերը նկատի ունեք եւ ոչ թե Կրեմլից տրվելիք փողերը կամ Կրեմլի սցենարը որն է, Կրեմլի սցենարը որն է, այսինքն Կրեմլը կընդունի, եթե այս ուժերը վերցնեն մանդատները եւ գնան խորհրդարան։ Եկեք ընդունենք, որ Ռուսաստանի Դաշնությունը հնարավորը արեց, պարզապես անհնարն էլ արեց Հայաստանի Հանրապետությունում հեղաշրջում անելու համար, ներսից մեզ քայքայելու համար, չհաջողվեց։ Հիմա Ռուսաստանի Դաշնությանը ոնց ուզում եք վերցեք, շատ ավելի ձեռնտու է անվերջ այդքան գումարներ վատնելուց, այդքան գումարներ օդից փող համակարգով պետություն հարստացնելու այնուամենայնիվ քաղաքացիներին է բաժանվել։ Բաժանելուց այդքան, ինչ ասեմ, սնանկանալուց հետո իր սնանկ գաղափարների հետևանքով Ռուսաստանի Դաշնությանը հիմա շատ հարմար է իշխանության հետ կոնտակտի դուրս գալ եւ իշխանության հետ աշխատել, փորձելով շարունակել նույն գործընթացը, որ եղել է արտահերթ ընտրություններով ընտրված 2021 թվականի խորհրդարանից հետո, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը ի տարբերություն այն նախորդ խորհրդարանի, այս խորհրդարանում բախվեց ոչ միայն Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնության կամքին, այլև բախվեց Եվրամիությանը։ Դուք տեսաք չէ, Ռոսելխոզնadzորը հայկական գրեթե բոլոր ապրանքների վրա, չգիտես ինչու արգելք դրեց, երեք էլ Ռոսելխոզնadzորի ղեկավարը հայտարարում է քաղաքական պատճառներ չկան, պարզապես հայկական ապրանքներն են անորակ։ Այստեղ որևէ քաղաքական դրդապատճառ չկա, մեզ մի մեղադրեք քաղաքականությանը խառնվելու մեջ։ Խառնվում եք, խառնվեք, բայց ակնհայտ դարձավ, որ ձեր խառնվելն էլ արդեն զրոյական արդյունք ունի, որովհետև ճիշտ այն արագությամբ, որ մեր ապրանքների արտահանումը Ռուսաստան արգելվում էր, ավելի արագ մեր ապրանքների ներմուծումը դյուրացվեց Եվրամիության շուկաներ։ Շատ ավելի արագ, քան այնտեղ արգելվում էին։ Եվ այստեղ Ռուսաստանի Դաշնությունը ստացավ ևս մեկ հարված։ Այսինքն ամեն ինչ արեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այստեղ չգան, նոյեմբերի 9-րդ կետ եւ այլն, Ամերիկայի Միացյալ Նահանգները շրխկացրեց տրիպը։ Ամեն ինչ արեց, որպեսզի Եվրամիությունը այստեղ ռուսների գլխավոր խնդիրը ո՞րն էր։ Ամբողջ ընտրությունների ընթացքում, եթե դուք հետևել եք Կրեմլի վկաների քարոզարշավին, լուծվում էր գլխավոր խնդիր Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ տրիպ չպետք է կառուցվի։ Դա հակասում է տարածաշրջանի պետությունների շահերին։ Սուտ, գերագույն սուտ։ Տարածաշրջանի որևէ պետության շահերին դա չի հակասում։ Երկրորդը, Հայաստանի Հանրապետությունը երբևէ չպետք է անդամակցի Եվրամիությանը։ Իսկ իր քայլերով Ռուսաստանի Դաշնությունը պարզապես արագացնում է Եվրամիության անդամակցության գործընթացը, եթե իհարկե մեր փառահեղ վերընտրված իշխանությունը հասկանա, որ վերջապես երկու աթոռի վրայից պետք է իջնել եւ վերջապես պետք է կողմնորոշվել։ Արդեն քեզ թույլ չեն տալիս լարախաղացություն անել տարբեր ճոպանների վրա։ Ռուսաստանը արդեն ասում է. գիտեք ինչ, իջեք իմ ճոպանից։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818
8132252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Եթե իօքուտ արևմուտքի կողմնորոշվի Հայաստանի գործող իշխանությունը, այս խորհրդարանում ռուսամետ ուժերը կկարողանան որևէ կերպ խանգարել, չեղարկել, թույլ չտալ կամ դանդաղեցնել պարոն Սարգսյանի միտքն եմ հիշում, որ ասում էր, եթե մենք չհայտնվենք խորհրդարանում, ընդդիմափոխություն չլինի եւ նորից ռուսամետ ուժերը հայտնվեն, նրանք պարզապես կդանդաղեցնեն։ Արդյոք կդանդաղեցնեն, թե իսկապես լրջորեն կկարողանան խոչընդոտել գործող իշխանության դեպի արևմուտքի հետ սերտացումը եւ երկրորդը ձեր կանխատեսումը ես ուզում եմ անպայման հիշեցնել նախորդ հարցազրույցի ժամանակ փաստորեն իրականություն է դառնում դուք ասացիք մենք դեռ Ռուսաստանին շնորհակալություն ենք հայտնելու այս սահմանափակումների համար որովհետեւ դա կստիպի մեր տնտեսվարողներին տեղից շարժվել եւ նոր շուկաներ գտնել ըստ էության մենք ականատես ենք լինում այդ ամենին Տեսեք Որ խորհրդարանում հայտնված Կրեմլի վկաները հնարավոր անելու են կասեցնելու Հայաստանի Հանրապետության բանակի վերազինումը ՆԱՏՕ-ի չափանիշներով, որ փորձելու են տնտեսության զարգացման որևէ դույզնիչ, այսինքն մենք շարունակելու ենք այն կուրսը կառուցում ենք դպրոց, քարետրակի մանկապարտեզ, քարետրակի ճանապարհ, վերջ ուրիշ ոչ մի բան մեզ արտոնված չի կառուցել։ Եթե իշխանությունը շարունակի եւս 5 տարի այդ կուրսը, Կրեմլի վկաները չեն խանգարի ոչինչի, բայց Վաղուց լրացել է այդ ժամանակը, որովհետև մենք ունենք հարևան Ադրբեջան, որը վերջին 6-րդ սերնդի պատերազմի զինատեսակներով իր բանակը զինում, մենք այդ զինատեսակները ձեռք բերելով հնարավորություն չունենք, քանի դեռ հապկում ենք։ Մենք պետք է դնենք եւ շատ արագ լուծենք հապկից դուրս գալու խնդիրը։ Թեկուզ հենց հիմա, գիտեք ինչու հենց հիմա։ ԵԱՏՄ-ից դուրս գալու գնով։ Սկսենք հապկից, որովհետև հապկը ինքն է հիմա պահանջում, որ մենք կամ 2 տարվա անդամավճարները մուծենք, կամ վերադառնանք, կամ հայտարարենք, որ հեռանում ենք, կամ էլ դնելու են մեզ հեռացնեն։ Ես իհարկե գերադասեի, որ ոչ թե սպասեին որոշակի ժամանակ, այլ հենց հիմա հեռացնեի, բայց դա Ռուսաստանի Դաշնության ձեռքին քաղաքական գործիք է, Ռուսաստանի Դաշնությունը իր տնտեսական գործիքները կորցնելուց հետո քաղաքական գործիքներից այդքան էլ չի հրաժարվի։ Հիմա ասում եք խորհրդարանը կխոչընդոտի, թե չի խոչընդոտի, նայած ինչ քաղաքականություն կվարի իշխանությունը։ Եթե իշխանությունը շարունակի վարել իր տարածաշրջանայնացման եւ բալանսավորման Հայաստանի Հանրապետության զարգացումը կասեցնող եւ Հայաստանի Հանրապետությունը խոցելի դարձնող քաղաքականությունը դա բոլորին էլ կբավարարի եւ խորհրդարանում շատ էլի կվերկենան պարզապես մեկը մեկին կասեն դավաճան հողատու արցախատու նրանք էլ կասեն կալուգացի կաշառատու հիմա կփոխվի մի քիչ այսպես փառապաշարը բայց բովանդակությունը կմնա նույնը եթե իշխանությունը պարզապես ձեռնարկի այն քայլերը այն խոստումները այնուամենայնիվ որ կան իր ծրագրում Խոստումները, որ տվել է նախընտրական շրջանում եւ որոշի, որ այո, եկել է ժամանակը ապահովելու համար Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը։ Վերջին հաշվով որոշի, թե որ պետության հետ պետք է կառուցվի երկրորդ ԱԵԿ-ը։ Եթե որոշի, որ այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության համար գերկարևոր է մրցունակ ապրանքների արտահանումը, արդյունաբերական ապրանքների արտահանումը, այո, Կրեմլի վկաները խանգարելու են։ Այսինքն ամեն ինչ կախված է նրանից, թե իշխանությունը որ ճանապարհով կգնա, եթե գնալու է 21-26-ի ճանապարհով,
ունենալու ենք կորած հնարավորությունների, տապալված նախաձեռնությունների եւս 5 տարի եւ ես կարծում եմ, որ 5, 21, 26-ի 5-ը եւ 26-31-ի 5-ը համատեղ իրար գումարած Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ընտրողը պետք է սկսի հասկանալ իր սխալները, պետք է սկսի գիտակցել իր պատասխանատվությունը, որովհետև երբ աշխարհում այսքան բուռն զարգացումներ են լինում, երբ ամենայն դեպս լայն հնարավորություններ են բացվում Հայաստանի Հանրապետության առաջ, իսկ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է քաղաքական քոչարի ապրել, մի քայլ առաջ, երկու քայլ հետ, մի քայլ առաջ, երկու քայլ հետ, այդ բառը մեզ ոչ ոք չի ներելու, մեզ ոչ ոք այդ ժամանակը հավերժորեն չի տալու։ Մենք ունենք շատ կարճ ժամանակ, շատ մեծ հնարավորություններ։ Կանի իշխանությունը փառք ու պատիվ իրեն, չի անի, այդ ժամանակ արդեն ծագում է նաև ժողովրդի պատասխանատվության հարցը, որովհետև ժողովուրդը անverջ գնում է եւ անում է ընտրություն ընդդեմ սկզբունքով։ Այս ընտրությունների արդյունքները, ներողություն Տիկին Ադամյան, ընտրությունների այս արդյունքների համար հանրության պատասխանատվության բաժինը, այսինքն ավելի քիչ է հաջորդին նոր կերևա իր պատասխանատվության բաժինը եւ այստեղ մեղավորության չասեմ, բայց ամեն դեպքում սխալի առումով ով ավելի շատ սխալվեց, հանրությունը հավաքական առումով, թե նաև 18 քաղաքական ուժեր մասնակցում ընտրապայքարին, թե նաև այդ ուժերի յուրաքանչյուրը ունեին իրենց սխալները, որոնք տեսեք, բերեցին այս ես որևէ պարագայում ինձ թույլ չեմ տա ժողովրդին մեղադրել, որևէ պարագայում։ Եթե հիշում եք մեր նախորդ հարցազրույցի ժամանակ ես եւս մեկ հարց էի բարձրացրել, ես ուզում եմ հիմա էլ այդ հարցի մասին խոսել։ Այո, ընտրակաշարքը իր դերը խաղում է, բայց ինչու է ընտրակաշարքը ընդհանրապես դեր խաղում։ Ինչու Եվրոպայում ընտրակաշարք չի բաժանվում։ Այդքան խելք չունեն Եվրոպայի քաղաքական կուսակցությունները։ Դե բաժանեն ընտրակաշարքը, արագ իրենց հարցերը լուծեն։ Ինչ ժողովրդավարություն, ինչ չգիտեմ ինչ։ Կարիքը չունեն ուտել։ Ահա, սքանչելի պատասխան տվեցիք։ Ինչու Հայաստանի Հանրապետությունում չկա այն կենսամակարդակը, ինչու լուծված չեն սոցիալական այն խնդիրները, ինչու Հայաստանի Հանրապետության կրթական այդ գիտակցությունը չկա, կրթական, տարերական կրթական տեղեկացվածությունը, ինչ է քեզ սպառնում քո այդ քայլի դիմաց։ Եթե այդ ամեն ինչը տեղում լինի, ընտրողը չի գնա եւ կաշառք չի վերցնի, կալուգացի չլինի, միլիարդատեր չլինի, թեկուզ լուսնից իջած կամ Մարսից իջած, Վեներայից իջած ինչ-որ մեկը լինի, այն մոլորակային լինի։ Մենք պետք է վերացնենք պատճառները, մենք ընկել ենք հետևանքների հետևից։ Մենք պետք է պատճառները վերացնենք։ Այ Հանրապետություն կուսակցությունը առաջարկում էր վերացնել այդ պատճառները։ Մեր խնդիրը պատճառ վերացնելն էր, մեր խնդիրը բարեկեցություն, տնտեսություն զարգացնելն էր, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը պետք է թե զարգացած բանակ ունենար, զարգացած 6-րդ սերնդի զենքերով զինված ՆԱՏՕ-ի չափանիշներով բանակ, թե կրթությունը։ Գիտեք, հիմա ես էլի A5-ից եմ սկսել խոսել, որովհետև իսկապես ինձ համար շատ մեծ ցավ է, որ այդ ծրագիրը չընկալվեց, այդ ծրագիրը չընդունվեց, որ մարդիկ էլի գնացին, գիտեք, ես նկատել եմ մի օրինաչափություն, այս մասին թերևս շատ քիչ է խոսվում։ Մենք անցել ենք խորհրդարանական կառավարման մոդելի։ Խորհրդարանական կառավարման մոդելի անցած ժողովուրդը գնում է եւ նախագահական մոդելի ընտրության սկզբունքով է ընտրում, որովհետեւ ընտրում է հնարավոր հաղթողին, ոչ թե գաղափարը։ Այս պարագայում կարող էր 5 ձայն ստանալ մի գաղափար, որը ժողովուրդը համարում էր իր համար շատ կարևոր եւ այդ 5 ձայն ստացած գաղափարն էլ գոյության իրավունք պետք է ունենար։ Մենք ստացել ենք հիմա մի խորհրդարան, որը բացարձակապես ներկայացուցչական չէ։ Ներկայացուցչական չի, որովհետև այս խորհրդարանում արտահայտված չի ժողովրդի բոլոր խավերի շահերը։ Այս խորհրդարանում ներկայացված է քաղաքացիական պայմանագիրը եւ այս խորհրդարանում այո Նիկոլ Փաշինյանը այդ դեպքում 100%-ով ճիշտ է։ Ներկայացված է փողով քվե ստացած մարդիկ։ Այսինքն Ռուսաստանի Դաշնությանը հաջողվեց հեղաշրջում Հայաստանի Հանրապետությունում չանել,
բայց հաջողվեց վերցնել խորհրդարանը լավագույն, ինչ ասեմ, լավագույն իրենց ցանկությունները տապալվեցին, այնուամենայնիվ այնքանով որքանով ստացվեց, փորձեցին վերցնել խորհրդարանը, այո, դուք ճիշտ բանաձևեցիք, ծրագիր մինիմում կատարվեց, մաքսիմումի փորձերը վստահեցնում եմ ձեզ չեն դադարելու։ Մենք պետք է պաշտպանված լինենք, մենք պետք է թե օրենսդրությամբ, թե տնտեսությամբ եւ առավել եւս ամենակարևորը դաշնակիցների հետ սերտ հարաբերություններով պաշտպանված լինենք։ Այ օրինակ Ֆիդանի հետ Լավրովը ինչու է քննարկում հայ-թուրքական հարաբերությունները։ Լավրովի ինչ գործն են հայ-թուրքական հարաբերությունները։ Հարցը չէ։ Որից հետո Ֆիդանը վերցնում հայտարարում է, որ լավագույն հնարավորություններն են ստեղծված։ Եվ կառավարության Հայաստանի Փաշինյանի կառավարության քայլերից են կախված հարաբերությունների կարգավորումները։ Իդեպ, քանի որ եկաք այդ թեմային, նաև դրան ավելացնենք, որ ընտրությունների շատ չանցած Հայաստան եկավ Ալիևի օգնականը եւ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման շրջանակում պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները աշխատանքային հանդիպումները։ Այ ընդդիմությունն էլ արձանագրեց, որ իրենք այդպես էլ գիտեին առաջին պաշտոնյան ընտրություններից հետո այլ երկրից պետք է լինի, այո։ Տիկին Ադամյան, եւ այս խորհրդարանը այս տեսքով սահմանադրական փոփոխությունների հետ ինչպես է վարվելու, այդ ակնկալիքը ամեն դեպքում կարծում եմ ադրբեջանական կողմից չի վերանա։ Ես կարծում եմ, որ ամենայն դեպս քաղաքացիական պայմանագիրը ինքը պետք է այդ հարցը լուծի, որովհետև այն, որ մենք ունենք այսպիսի կազմով խորհրդարան, հիմնականում նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախորդ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժի մեղքն է, որովհետև ելի եմ ասում, թե օրենսդրական փոփոխություններ կարող էին լինել, որ այսպիսի խորհրդարան չունենանք, թե կարող էին նաև այլ հարցեր լուծվել, մասնավորապես ես նկատի ունեմ երկքաղաքացիության մասին օրենքը, այն զբոսաշրջային ընտրական զբոսաշրջիկներ, չգիտեմ ինչ հասկացությունը, այս ամեն ինչը պետք է վերացներ իշխանությունը, բայց իշխանությունը գերադասեց այդ ճանապարհով չգնալ։ Դե հիմա թող ստեղծված իրավիճակում կարողանա լուծել են հարցերը, որոնք դրված են պետության առաջ, որովհետև դե ֆակտո քաղաքացիական պայմանագիրը կուսակցական շահը պետական շահից գերադասեց։ Դե հիմա թող սկսի պետական շահը կուսակցական շահից գերադասել։ Շատ լավ, ամփոփենք աշխարհաքաղաքական զարգացումներով, այսօր մեր սոցիալական ցանցերի էջերում գլխավորապես տեղեկություններ եւ լուսանկարներ են տարածվում, թե ինչպես է Մոսկվան այրվում եւ Զելենսկու հայտարարությունը, որ եթե Ուկրաինան պետք է այրվի, ապա կայրվի նաեւ Մոսկվան եւ Ռուսաստանը։ Հիմա նաեւ Իրան, ԱՄՆ այդ համաձայնագիրը 14 կետից դուք ընդհանուր առմամբ ինչ դիտարկումներ կանեք եւ ռուս-ուկրաինական այս պատերազմի հետ կապված եւ Իրան ԱՄՆ 14 կետանոց այդ համաձայնագրի։ Վստահաբար համաձայնագիրը պետք է ստորագրվի, վստահաբար համաձայնագիրը պետք է գործի։ Ես կարող եմ, չգիտեմ, լավ, ասեմ ինչ կա։ Ես համոզված եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ քայլը անում է նաև տրիպի համար, որովհետև շատ կարևոր է տարածաշրջանում վերջին կոնֆլիկտի վերացումը։ Եվ շատ կարևոր է, որ այն երկրները, որոնք պարբերաբար փորձում են գտախոթումներ անել Հայաստանի Հանրապետության գործերին, Ադրբեջանի գործերին, Իրանի գործերին, տարածաշրջանում կորցնեն վերջին պատվարը։ Միանշանակ է, որ Ռուսաստանի Դաշնությունը այս ընթացքում վստահաբար դուք եք համոզվել օրվա լրահոսին հետևելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունն ինչ կապերի մեջ է Ռուսաստանի հետ։ Ամեն քայլափոխեն զեկուցում էր ինչ կատարվեց, ինչ անենք, նույնիսկ ինչ-որ պահի խոսակցություն գնաց, որ կպատրաստեն իրենց ուրանի պաշարները հանձնել Ռուսաստանին եւ այլն եւ այլն եւ այլն։ Տարածաշրջանից Ռուսաստանի վերջին պատվարը Իրանն է մնացել։ Եվ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողանում է Իրանը եւս դուրս բերել Ռուսաստանից Իրաններից, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներին հաջողվում է նաեւ այնտեղ Իսրայելին հաշտությամբ բերել Իրանի հետ, ես կարծում եմ, որ ոչ միայն մեր տարածաշրջանում հարավային Կովկասում, այլև մեծ մերձավոր արևելքում են ստեղծվում իսկապես զարգացման, իսկապես խաղաղության տարածաշրջանի հնարավորություններ։ Դա շատ բարդ խնդիր է, իսկապես շատ բարդ խնդիր է, եթե վերցնենք մեծ մերձավոր արևելքի կտրվածքով, որտեղ այնտեղ ունենք մենք Լիբանան, Լիբանանը իր Հեզբոլահով, մենք ունենք Իրան, որը իր պրոքսիներով ամբողջ մեծ մերձավոր արևելքում է
ամբողջ, ինչ ասեմ, չհայտարարված պատերազմներ մղել, սկսած Սիրիայից, Լիբանանից, հութիներով եւ մյուս պետություններով։ Ռուսաստանը կամաց դուրս մղվեց, թե Սիրիայից, թե հութիներից, թե Աֆրիկայից է սկսում դուրս մղվել։ Այստեղ արդեն ես կարևորում եմ Զելենսկու դերը, որովհետեւ տեսեք, գիտեք, շատ կարևոր է ղեկավարի կամքը։ Ես ուզում եմ մի պարզ իրողություն հիշեցնել։ Երբ Ռուսաստանի Դաշնությունը հարձակվել էր Ուկրաինայի վրա եւ պատրաստվում էր 3 օրում գրավել Կիևը, շատ արևմտյան առաջնորդներ Զելենսկուն ասում էին գնա Լվով, մենք քեզ կպահենք։ Այսինքն այդ պարագայում մենք ունենալու էինք 2 Ուկրաինա, արևմտյան եւ թերևս արևելյան։ Բայց Զելենսկին մնաց ու կռվեց։ Զելենսկին քաղաքական որոշում ընդունեց իր պետության ինքնիշխանությունը պաշտպանելու, ոչ թե 2 աթոռի վրա նստելու ու բոլոր հնարավոր ճոպանների վրա լարախաղացություն անելու, այլ ժողովրդավարություն պաշտպանելու, պետություն պաշտպանելու, եւ Զելենսկին այսօր հաղթում է։ Ոնց ուզում եք վերցրեք։ Այրվող Մոսկվան դա է վկայում։ Զելենսկին այսօր հաղթում է, որովհետեւ պատերազմի 5-րդ տարում, 5-րդ ես ասում, կրկնում եմ, Հայնական մեծ պատերազմը ավելի կարճ է տվել։ Պատերազմի 5-րդ տարում Ռուսաստանի Դաշնությունը չլուծեց որևէ խնդիր, որ իր առաջ դրել էր։ Հակառակը ՆԱՏՕ-ն ավելի մոտեցավ իր սահմաններին, հակառակը Ուկրաինայում արդեն բանակցությունները Եվրամիությունում սկսվել Ուկրաինայի անդամակցության, Ուկրաինայի ու Մոլդովայի անդամակցության վերաբերյալ եւ կա համաձայնություն անկախ նրանից Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ թե ՆԱՏՕ-ի անդամ չէ, ՆԱՏՕ-ն ամեն ինչ արել եւ անում է Ուկրաինայի համար։ Ինչ ստացավ Ռուսաստանը։ Արդյոք սա ռազմավարական պարտություն չէր, միանշանակ ռազմավարական պարտություն էր։ Էլ չասած արդեն զոհերի մասին ցավոք երկուստեք։ Տեսեք, հիմա նույնը կատարվում է մեր տարածաշրջանում։ Ռուսաստանը կորցրել է Հայաստանը, կորցնում է Հայաստանը, գիտակցում է, չգիտակցում, կորցրել ու կորցնում է։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների Իրան համաձայնագրով Ռուսաստանը կորցնելու է նաև Իրանը։ Եվ դա հաստատ, որ Իրանում նաև աշխարհիկ պետություն շատ արագ հաստատվի, որովհետև աշխարհիկ պետության հաստատումով Իրանը դուրս է գալու տարածաշրջանում զարգացած, Իրանի պաշարները, Իրանի տարածքը, Իրանի բնակչությունը, երիտասարդ բնակչությունը, այդպիսի պետություն ունենալու պարագայում, գիտեք, մեղք է այդքան տնտեսական խնդիրներ ունենալը։ Տարածաշրջանը փոխում է դեմքը։ Տարածաշրջանը փոխում է աշխարհագրությունը, տարածաշրջանում այնպիսի տեկտոնիկ փոփոխություններ են, որ Հայաստանի Հանրապետությունը պարզապես ելք չունի դեպի արևմուտք չգնալու, որտեղ արևմուտքը արդեն այստեղ է, ու այստեղ այլևս չեն հարցնելու Ռուսաստանի հետ սիրում ես Ռուսաստանին, չես սիրում, Պուտինը քեզ շնորհավորում է, դե Պուտինը դու ես Պուտինին շնորհավորում, դրանք 64-րդական հարցեր են վստահեցնում եմ ձեզ, մենք արդեն դիմագիծ ենք փոխել, ու այդ փոխված դիմագծի մեջ հանրապետություն կուսակցությունը շատ կարևոր դեր ունի, անկախ նրանից խորհրդարանում է, թե խորհրդարանում չէ, այսօր չէ, վաղը լինելու է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ հրապարակախոս Անահիտ Ադամյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։